Չնայած տեղեր չեն, ես էլ նոր եկա, ենթադրում եմ, որ այն հեռացած են քրեական գետմա, Իսկ ոչ մի բան ասում եք չեն տարել դա։ Ոչ, չէին կարող տանել։ Ով է իմանում, նրանց մեր տունել են եկել, իրենք չգիտեն ինչ են խնդրում։ Նկատի ունեմ համակարգիչներ են նայել, ինչ են նայել։ Չեմ կարող ասել, ներսը չեմ եղել, էլի։ Պարոն Ղազինյան, իսկ որ ասում եք հավանաբար անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այսինքն դուք Չէ, ասում եմ հավանաբար այդ գործով անձեռնմխելիությունից իրեն զրկել է արդեն ԿՀ-ն։ Դե Ուղղակի կալանավորման թույլտվություն չի տվել։ Շատ լավ, իսկ ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում այս process-ը։ Վախ, ուրիշ ոչ մի բան։ Հաղթող իշխանության ճակերտների մեջ հերթական վախերն են։ Եթե չեմ սխալվում, արդեն երրորդ նախուզարկությունը Կարապետյանն ստանա, այնպես որ դուք էլ Նարեկեն ընդհանուր Կարապետյան։ Չէ, Նարեկ Կարապետյանը։ Եթե չեմ սխալվում, միատեղել էր հեծի ժամանակ, դեղել, եթե չեմ սխալվում, երրորդն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, կամ տեղեկություններ ունեք, եթե արդեն խորհրդարանը ձևավորվի աշխատանքը սկսվի կալանքի հարցով հնարավոր է միջնորդությունը վերի գլխավոր դատախազը խորհրդարան։ Չեմ կարող ասել, խորհուրդ կտամ չբերեն, որովհետև գիտեք ԿՀ-ի հարթակը այլ է քննարկելու այնտեղ նամանավանդ որ ԿՀ-ն երբեք համաձայնություն չի տալիս բաց։ Ես օրինակ իմ գործով պնդեցի, որ բաց լինի, չհամաձայնվեցին։ Խորհուրդ չեմ տա, որովհետև այդ բոլոր գործերը, որոնք կան, այդ թվում նաև պարոն Կարապետյանինը, իրենք ծիծաղի առարկա են դառնալու ուղղակի, էլի։ Իսկ ազգային ժողովում գիտեք ոնց է քննարկվում, այո, հարց պատասխաններով, նաև այն անձում նկատմամբ այդ մեղադրանքը կա, ինքը իրավունք ունի խոսելու մի խոսքով։ Հրապարակայնությունը շատ մեծ է։ Այդ ժամանակահատվածի մասին խոսենք, պարոն Ղազենյան, մեկ օրից ձևավորվում է նոր խորհրդարանը, որտեղ պետք է ներկայանար նաև Նարեկ Կարապետյանը։ Ինչի ներկայանալու է։ Ներկայանալու է երևի։ Սա համարում եք որպես դրան ընդառաջ նոր ճնշումներ եւ ինչպես եք մեկնաբանում, մենք մի քիչ Երբ որ մարդ դժվար հասկանալու այդ խնդիրը ունենում, այդ արդեն իր խնդիրն է։ Լավ, այսքանից հետո չհասկացամ, որ այդ ձեր ասած ճնշումները չի աշխատում։ Ուղղակի չի աշխատում։ Մեր ուժից ոչ ոք ոչ վախենում է նստելուց, ոչ վախենում է խուզարկությունից, ոչ վախենում է գաղտնալսումներից։ Ուզում ասեմ, անիմաստ զբաղմունք, տեսնում եք այդ պետական ռեսուրսի վատնման կլասիկ ձև է։ Ամբողջ իրավապահ մարմիններին միատեսկով, միատենքով, առավոտյան, եթե չեմ սխալվում, արդեն քանի ամիս է այդ հակակոռուպցիոնը համար մեկի տակ է աշխատում, այս ամբողջ իրավապահ մարմինները, այնպես որ